Անհավանական մի բան է տեղ ունեցել։ Հայտնաբերվել է արվեստի բացառիկ մի գործ ձեռագրի հնագույն կազմ, պատրաստված արծաթից և զարդարված ոսկեզօծ մանրանկարներով։ Պարզվում է, այս գտածոն պահվում է Անկարայի ազգագրության թանգարանի պահեստներից մեկում և հանրությանը հասանելի չէ։ Այս եզակի գլուխգործոցը հայկական արվեստի նմուշ է, որը պատկերում է Քրիստոսի կյանքի դրվագները՝ ծնունդը, մկրտությունը, խաչելությունը ու հարությունը։ Կազմի վրա պահպանվել են աստվածաշնչյան 22 տեսարաններ Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի և առաքյալների պատկերներով։ Հայկական ձեռագրերի այս կազմը հայտնաբերվել է դեռևս 1939 թվականին Օսմանյան բանկի պահպանությանը հանձնված իրերի մեջ։ Տարիներ անց այն տեղափոխվել է Անկարա և հայտնվել ազգագրության թանգարանի պահոցում։ Բայց զարմանալին այն է, որ այսօր այդ նմուշը հանրությանը հասանելի չէ։ Չկա ցուցադրություն, չկա ամբողջական ուսումնասիրություն, իսկ հրապարակումներում խուսափում են նշել դրա հայկական ծագումը, օգտագործելով միայն թանգարանային համարը։ Պարզ չէ, պահպանվել է արդյոք ամբողջ ձեռագիրը, թե մնացել է միայն այս կազմը։ Մի բան անվիճելի է, արծաթյա այս կազմը հայկական քրիստոնեական մշակույթի լուր, բայց խոսուն վկան է, հայկական պատմական ներկայության ապացույցը Թուրքիայում։